Ողջույն աշխարհի ամենաճերմ եւ ամենաճաշակով հետևորդներին թանկագիններս հույս ունեմ լավ եք։ Սկսում ենք մեր նոր վլոգը։ Այն նախորդ վլոգում հիշում եք, չէ՞, որ հյուսիկներ էի արել։ Այդ հյուսիկները քանդելուց։ Չէ, դիմահարդարվում էի իրականում, որպեսզի համ բահանին տանեմ պարապմունքների, համ էլ մի քանի պրոդուկտներ գնեմ, բերեմ միասին համով դիետիկ ասելով նկատի ունեմ զուտ սպիտակ շաքարից խուսափող համեղ քաղցրավենիք պատրաստենք միասին, նաև սկսենք մեր վլոգը, քանի որ այսօր Անդրանիկը տանն է, կարծում եմ հաճելի օր է սպասում բոլորիս, մի խոսքով հավես ժամանակ անցկացնենք միասին։ Դե ինչ, եկեք ես պատրաստվեմ, ոնց որ get ready with me անենք միասին այս վլոգի սկզբում ու արդեն մտնենք օրվա ընթացքի մեջ։ Այստեղ Վահանի մոտ ստեղծագործական ժամ է, իր գրատախտակի հարցերն է լուծում, մի խոսքով Վահանս նստած նկարումա զբաղվում է, իսկ ես շարունակում եմ պատրաստվել։ Հյուսքերը քանդեցի, այնքան որ սենց գանգուր պոչիկ ստացվեց, որ սիրում լինի, ուզում եմ մի քիչ տաք գործիքներ քիչ կպցնեմ։ Շատ մեծ ախորժակով պատրաստվել էի կարճաթևով տանից դուրս գալ, բայց քանի որ անպամած է, լողանում ենք հավեսով։ Ով խեղդում է, թող խեղդվի։ Երբ որ տակից սպիտակ տոպ եմ հագած լինում, հագնում եմ իմ կապույտ եւ սպիտակ գծերով բոթասները, սիրուն է լինում, կապույտ որը երկնագույն է, ջինսի գույնի, այսպես ասեմ, բայց քանի որ այսօր սեյլի մեջ ենք, հա, այսպես ընտղեն էլ գա բոթասները հագնի, որ գնանք, ստեղ ես միշտ դիմարդարում եմ, էմատատին օշնում է իմ քեռում, Տենց որոշեց պահի տակ։ Ես անկեղծ հարգել տերում էմատատիկի դռան կողքով անցնում եմ ու լսում եմ այդ պահին ինքը օշնում է ինչ-որ մեկին ու շատ հաճախ լինում են իմ հարազատներ, ասենք ասնեմ, տեսնեմ աղբորս է օրհնում, պահի տակ խոհանոցից լսեմ, որ ինքը կամած շատ մամայիս է օրհնում, պապայիս ինչ-որ առողջություն մաղթում, տատիկիս, այտենց քիչ առաջ տատիկի հետ էի խոսում, ասում ֆայմեցիր գոնե իմ անունից բարևես, ասում եմ հա, բա ոնց տաճ ջան, հարգելի հետևորդներ, եթե դուք եք այդպես, խնդրում եմ մեկնաբանություններում գրեք։ Դուք ելեք տենց որ ձեր տատիին մամային հավասար կարող է մի քիչ ավելի շատ եք սիրում, չգիտեմ։ Ասենք ամեն օր ես պիտի պարտադիր զանգեմ ու հարցնեմ տատին ոնց, իմ հույզերով կիսվեմ տատիկի հետ, նույնիսկ եթե այդ օրվա մեջ դժվարանում եմ, ասենք ժամանակից մեջ տեղավորվեմ, մամային ու տատիին միաժամանակ զանգեմ, պետքա զանգեմ իրանցից մեկին ու ժամը զանգում եմ տատիկին։ Չգիտեմ։ Եթե դուք եք այդպես, ապա մեկնաբանություններում գրեք, ամեն օր պարտադիր։ Այս էլ իմ լուքը, պայուսակ էլ վերցնենք, սա էլ պայուսակը, գնացինք։ Մաքրում ես։ Թանկագիններս հիմա ձեզ ցույց տամ, թե ինչ գնեցին այդ համոզությունը պատրաստելու համար։ Ուրեմն առաջին հերթին ֆուրմա, բնականաբար։ Այս դու չես կարող քո համար ուժ տանել կամ սեր դառը շոկոլադ եւ գետնանուշի կարակ, որը իր մեջ չպարունակի շատ հարաված։ Բաղադրությունը միայն գետնանուշը ու աղ, որից վերածել են կարակ։ Եվ մեզ նաև պետք է գալու ընտեղերներ դա բանը ունենք արդեն, քիչ անց երբ գնանք տուն, կսկսենք միասին պատրաստել։ Առանձնացնում ենք մեր քամսից, այսպես։
Հիմա այստեղ լցնում եմ գետնանուշի կարագը։ Շատ քիչ եմ անում, ոչ այնքան որ դառնա փոշի համարյա, այնքան որ ջարդել տում եմ։ Բայլուս, բարև։ Շաղ եմ տալիս մեր այս քաղցրավենիքի վրա։ Այս էս։ Եվ շոկոլադն ենք լցնում, որը արդեն ամբողջապես հալվել է։ Վերջ, սա տեղափոխում ենք սառնարան։ Քանի որ Անդրանիկը վերադարձել է շատ հավես գնումներ կատարած, ուզեցի ձեզ անպայման ցույց տամ։ Ուրեմն նախ առաջին հերթին մեզ համար նոր, բայց ամենօրյա օգտագործելու համար սուրճի բաժակներ ա գնել։ Այնքան եմ հավանել, չեմ կարող նկարագրել, մի հատ նայեք։ Շատ գեղեցիկ, այն շատ ա դուր եկել, լայն ու տափակ sense տեսք ունի, չգիտեմ, ինձ շատ դուր եկավ։ Մի խոսքով ես հավանել եմ, հիմա մենք սրանով շուտով կսրճենք, տատիկը անամբեր սպասում ա։ Ինձ համար բերել է այսպես գեղեցիկ ապակյա բաժակ։ Ամառային կոկտեյլներ պատրաստելու համար է, սա այսպես փակվում է, որ եթե մեջը պետք է թափարել կամ պարզապես վերցնել ու վստահ լինել, որ հաստատ կողքերից չի ծորա, այսպես ես սա չի ուզել, պարզապես իր մտքով անցել է, որ առնի իմ համար ու բերի եւ իր իհարկե այս զորքով, որի համար ուղակի sense օհո որ սիրուն է, ասма սիրուն սթորիներ կանես։ Sense հետո նայեք, մարդը սփայմել է եւ ինձ համար բերել է զուգագուլպաներ M չափսի, մի խոսքով երկու հատ բերել է, քանի որ արդեն սեզոնն է, կարելի է կրել սիրուն հագուստների հետ։ Սա ատամի մածուկ է, մենք մշտական սա ենք օգտագործում եւ ատամի խոզանակները բերել մի հատ էլ Վահանին, մի հատ էլ նայեք ինձ սիրուն է Վահանի ատամի խոզանակը։ Ասենք ես որ Վահանը տեսավ, չգիտեմ Իշքան ուրախանալու։ Հետ դնում թողկա ինքը բացի մեջից չասի ինչ եք բացել։ Այսինքն դե ես հիմա մի հատ սուրճ պատրաստեմ, ընտանյոք հանդերձ սրճենք։ Հա, կարևորն է իմ մոռանում ցույց տալ, նաև այսենց սրճեփա գնել Անդրանիկը։ Ես սա Անդրանիկին ասեցի, որ իրականում այն ավազով եփելու համար է, որ ռեստորաններում մի քանի անգամ տեսել եմ, երբ որ պատվիրում է սուրճ, որը պետքա պատրաստվի ավազի մեջ, այսենց սրճեփներով են անում։ Դաղում են ավազը ու այսինքն դաղած ավազն է հանում, հուրաքրոջ սաղ չկատուն ես անցած տարի որ հյուր էի գնացել, այնտեղ հենց այդպես ավազով սրճեփներն էին, իրենց ամեն մի սրճեփը շատ փոքր էր, մեկ բաժակի համար էր ու տենց 6 հատ կար։ Պատկերացնում եք, ինչ ավես ամեն մեկին է անում ու լսում ես։ Սա ավելի մեծ է իհարկե, 3 եւ կարծում 4 բաժակի համար է նախատեսված, բայց այս տափակ հատվածը ավազի համար է։ Քիչ առաջ էմատատիկի հետ որոշեցինք, որ կարելի է որևէ հին թավա վերցնել, դրսում փայտից կրակ պատրաստել, մեջը ավազ լցնել, այդպես դաղել ու սենց սուրճը պատրաստել, որտեղ դրա առամատը լրիվ այլ է։ Մի խոսքով շնորհավոր ենք մեր նոր բաժակներն ու ես ինչ հետքա մեջը փոշի է ու սրճեփ։ Ես կոֆեմ, բայց ես դուր չի կողի։ Ես ասում ես էլից կանել եմ ես համել։
Հարգել հետևորդներ, անմահական համունի սնուգյորսն է նման, անպայման փորձեք։ Թանկագիններս, ուրեմն այս մեր վլոգն ենք հավես հետաքրքիր է դառնում։ Ամենավերջին մասն է մնացել, որ բաց ենք Թեմուի, արդեն ասել եմ ձեզ, հա, մեծ պատվերներ էին կարել, լիքը գալիս, կեսը ստորիով եմ ցույց տալիս, կեսը սենց, մի խոսքով, այս արդեն ամենավերջինն է, վերամայլ նոր հացում իրար հետ։ Թանկագիններս, մեկ է մի հաց մեր պատին խնդրան գտես, ուրեմն հարգողներս, նախ ես չէի կարողանում, որ ինձանից արտիկուլ էին ուզում, Թեմուում չէի կարողանում գտնել, ես արտիկուլը անկեղծ ոնց նայել եմ, չեմ կարողացել գտնել։ Բացի դա, սենց մի հատ փոքրիկ նրբություն կա։ Թեմուն իմ հեռախոսի մեջ չի ներբեռնած, ամուսուս հեռախոսի մեջ է ներբեռնած, ամուսինս է պատվիրել ու այսքան ապրանքները, հələ 5 հատ սենց եկել է ամեն անգամ ես բացել եմ, մեջը մի քանի ապրանք եմ ցույց տվել, բոլորը արտիկուլները անդադ իմ հետևորդը արտիկուլ է ուզում, մի հատ կտաս, իմ հետևորդը էսի բանի արտիկուլն է ուզում, զբաղված մարդ, աշխատող մարդ, այդպես բաներ նույնիսկ գիտնյակների վրա ազդում են, ես չեմ կարող րոպեն մեկ ասեմ ինձ արտիկուլ տուր, իրականում մենք բլոգերներս էլ, հա, երբ որ արտիկուլ ենք անընդհատ տրամադրում, դա մեզանից էլ է ժամանակ խլում, բայց էլ գոնե մենք գիտենք մեր հետևորդներն են, իմ օնքեին, ես համար պատրաստ եմ ժամանակ կորցնեմ, արտիկուլ փնտրեմ, գտնեմ կամ եւ այլն, բայց ամբողջ չեմ կարող գտնել, ասել քո բան ու գործը թող անընդհատ ինձ տարբեր իրերի արտիկուլներ գտի ուղարկի եւ այսպես։ Առաջինը հենց Անդրանիկինն է։ Մենակ ճանդուն չափսով լինել, ինչ պատվիրում է փոքր է գալիս, այս հոստատ կլինի, ժողովուրդ, այս ինչ սիրուն է, այս ինչ լավն է, հիմա պիտի ձեզ մեղադրեմ, որ արտիկուլ եք ուզում, բա լավն է ուզում եք, հələ նայեք, այսենց անթև ժիլետ, մյաց վասեք տանեմ տատին ցույց տամ գա։ Նայեք Անդրուին է, լավն է, չէ՞։ Ժիլետ առանց, սիրուն է, չէ՞։ Ունեմ տատ ես։ Հաջորդը սրբիչներ են։ Սրբիչներ են, այսենց, մի հատը սենց լավ մեծ, այստեղ սենց կախիչով, մյուսը, հա, ստեղ էլի կա փաստորեն սենց, միջին չափսի, սա երեսի սրբիչը արդեն էլի իրեն կախիչ ունի, գույնը շատ է դուրս գալիս, որակը չեմ կարող ասել, որտեղ օգտագործելու ընթացքում ազգացում, այս է սենց շատ փոքր, այս էլ ձեռքի, Անդրանիկը շատ ցենց բարդ բնավորություն ունի, մի 1000 հատ սրբիչ ունի ինքը, ամեն ինչը առանձին տարբեր բաների համար նախատեսված, այնպես որ սա իրեն իդեալական կլինի։ Հետո, տղուս բոթասներ, oh my god, այս ինչ սիրուն է տղուս բոթասները, ես ինչ լավն է, ամենաշատը Անդրանիկի ժիլետի ու տղուս բոթասների համար ուրախացան, այք ինչ սիրուն է, ինչ սիմպլ է։ Այս հիմա ընտիր կլինի վահանի հակով, ոչ մեծ է, ոչ էլ փոքր է, հենց հիմիկվա է։ Սպասեք տանեմ մի հատ տատիկին ցույց տամ։ Հարգել հետևորդներ, էլի եմ ասում, ներողություն, որ արտիկուլները չեմ կարող տրամադրել։ Ահա, այս ամուսնյակը ինձ է պատվիրել իմ համար, ոյս ինչ լավն է որակը, բոդի, քանի որ ես շատ եմ սիրում և շատ եմ հագնում բոդիներ, տակը այսենց հիմնականում վադալասկաների փոխարեն ընտրում եմ սենց, սա մոխրագույն, սա էլ սպիտակ։ Մոխրագույնը մի քիչ ավելի լավ որակ ուներ, այս սպիտակը հոմել շատ թափոնցիկ է։
Բայց էլի նույն ձև։ Ու մեկ էլ ապրեն էլի, որ ֆայնում են այս են են անում ես հատված, ասենք։ Սենց։ Մոխրագույնի բուրակը շատ լավն էր, սպիտակին է այդքան դուրս չեկավ։ Ստեղ իմ համար նասկին էր։ Ինչ պուճուր նասկի է։ Բայց ես հենց 38 հոգնողի էի պատվիրել։ Ոչ թե ես այլ Այս ինչ փոքր է։ Այս սրանք վահանի հագով են։ Սրանք լրիվ վահանի հագով նասկիներ են։ Всё։ Տղայական գույները կհագնի վահանը։ Շատ փոքր են։ Այս սրանք վահանին ենք պատվիրել էլի։ Մեծ չէ, չնայած լավ է, նորմալ է։ Այսինքն աստղագնացը վահանի վարտիքին։ Այսինքն որակը այս պահին լավ է երևում, մի քիչ մեծոտ է, բայց ոնց որ թե, հա, մի քիչ մեծոտ է։ Մի հատ տանեմ, էս էլ ցես տանեմ։ Սա Անդրանիկը պատվիրել է իր օֆիսի համար, օդը, որ խոնավեցնում է, սենց ինչ-որ մատ սարք է, այս սենց էլի ցույց տամ, ես չեմ ուզում շատ փոքրեմ, ինքը պետք է տանի իր օֆիս, իրենն է կարճասած, ես ոնց չունեմ, սա էլ էլի դրա հետ օգտագործող կարծեմ բույր է մի հատ է տալիս, ինչ է, սենց մի հատ։ Եվ ամենավերջում էլ սենց փինկեր պատվիրեցի, այս սենց ափսեները լվանալու համար, 5 հատ է մեկ տուփի մեջ։ Այսինքն Անդրանիկը ինչ պատվիրում էր փոքր էր դուրս գալիս, բալոնչիկը հեշտ չէ ուզել փոքր դուրս գան, այնց է նեղում ոչ մի բան իրեն նորմալ չէր լինում, ու ուրախացա որ եղավ։ Դե թանկագիններս, շատ շնորհակալ եմ տեսանյութը մինչև վերջ դիտելու համար։ Ապրեք որ կաք, ապրեք որ միշտ նայում եք իմ տեսանյութերը, եղեք առողջ եւ ամենակարևորը երջանիկ։ Կհանդիպենք շատ շուտով։ Պակա։